Ողջույն սիրելի ընկերներ, տարին սկսել է իմ համար եթերներով, արդեն 3 առաջին եթերն եմ այս տարի ունեցել, սենց ուզում եմ ամեն օր ձեր հետ մի քիչ շփվել, եթե անկեղծ կարոտում եմ, շատերը չեն հասկանա երևի ինչպես կարող ես կարոտել մարդկանց, երբ դու մետախոսությամբ ես զբաղվում, բայց իրականում այդպես չի։ Մարդկանց հետ ես էլի զգում եմ, երբ որ միանում են էֆիրից, զգում եմ իրանց ակտիվությունը, իրանց հետաքրքրությունը, այնուհետև ընթերցում եմ մեկնաբանությունները եւս որոշ տեղեր եւ հավանում եմ իրանց շատ տեղեր ավելի շուտ հավանում եմ մեկնաբանությունները։ Վերջը սենց համել օգտվելով առիթից, որ ազգային ժողովի падգամավորները գտնվում են արձակուրդում, էլ շխուր բան չկա, ժխոր չկա, հանգիստա, որոշել եմ օգտվել այդ իրավիճակից եւ ես էլ մի քիչ խոսամ, թե չէ այն ժամանակները, երբ որ իրան գոռում գոչում էին խորհրդանում, մարդիկ կենտրոնացել այդ ուղղությամբ շատերը չէին ուզում լսեն տենան այլ մարդիկ, բլոգերներ, հանրային գործիչներ ինչ են խոսում։ Հա, էսի ուղակի sense նախաբանին նման ժողովուրդ 3 TikTok-յան live էի վարում էլի մարդկանց դե բոլորին քաղաքական տարբեր հայացքների ընդունում եմ իմ live-ում, եթե ունեք TikTok դուք էլ կարող եք միանալ, դες օր չկա հատուկ, բայց մեկ-մեկ բացում եմ էլի, կարող այսօր էլ բացեմ, եթե նայեք եթերում եմ կարող եք միանալ։ Ուրեմն այն որ 5 տարի է ես փորձել եմ մարդկանց մտքի, աշխարհայացքի մտահորիզոնի վրա ազդացնեմ դրական իմաստով օգտակար լինեմ որ աչք բացվի, չգիտեմ ստացվել է չի ստացվել, բայց որ նայում եմ ոնց որ չի ստացվել, նույն վիճակն է։ Այս ամբողջը աշխարհով կատարվելուց այդքանից հետո էլ աչքները չի բացվում։ Երբ որ ես ասում եմ Ղարաբաղի հարցը դա Երևանում չէր գտնվում, գիշեք ես այդպեսի ելույթ ունեմ, տեսանյութ ունեմ, որ Երևանում չէր գտնվում Արցախի հարցը։ Եթե Երևանում գտնվեր, արմատներով արցախցի նախագահները այդ հարցը կլուծեին։ Ես չեմ ասում ինչու՞ չեք լուծել պարոն Ռոբերտ Քոչարյան անկախացրել Հայաստանի հետ միացրել եւ այլն եւ այլն։ Ես ուղղակի երբ որ ասում են Նիկոլը չի լուծել, տվել Ադրբեջանը, միշտ ասում եմ ժողովուրդ, իրա տալով չի։ Եթե տես տալով վերցնելով ելներ Երևանի կողմից, ապա արմատներով արցախցի նախագահները ոչ թե կտային, այլ կվերցնեին, բայց չեն վերցրել միացրել, չեն ճանաչել անկախ։ Դա ձեզ բան չի հուշում։ Հիմա ասում եմ լավ, այդքան խոսացել եմ, 4-5 տարի է խոսացել եմ, տեղ չի ասել։ Պատերազմից հետո Ղարաբաղի պարզվեց, որ Ուկրաինայի վրա հարձակում եղավ, այսինքն միջազգայինորեն ճանաչված տարածքներով հանդերձ Ուկրաինայի, Ռուսաստանը հարձակվել է, որպես ագրեսոր, որպես գերտերություն ինքը իրան թույլ է տվել այդ ամենը։ Հայաստանը այդ ագրեսոր չի, ոչ էլ Հայաստանը գերտերություն է, որ տարածաշրջանում ինչ ուզի անի ու մարսի։ Մի խառնեք, ասեք դու տեսակ, գնաց Օդեսա, գնաց Ղրիմ, իրար ռուս ժողովրդին էր պաշտպանում, բայց Հայաստանը չի կարողացել իր հայրենակիցներին պաշտպանի Ղարաբաղում, չհասկանալով ու գալով եթերին, որ մի հայրենակից արցախցի երեք ասում էր, որ պետք է Երևանը ռակետ խփեր պատերազմի ժամանակ, չի խառնվել, չի խփել, դրա համար էլ պարտվել է, պիտի խփեր։ Ես հիշեցրեցի նախ առաջինը, չես կարա ուղղացես էլի այս ամեն ինչը, որ ժողովուրդ, ախր մի պատկերացրեք, որ Հայաստանը կարա էլի գնա այն գործողության, որին ամբողջ աշխարհը ուրիշ ձև է նայում։ Այսինքն, եթե Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը իմ ներքին հարցն է, ոչ մեկ իրավունք չունի խառնվի, ու ոչ մի գերտերություն, ոչ մի միջազգային հանրություն չի ասում, արա Ալիևը, դու ով ես։ Արա դու ով ես, դու ընդհանրապես Ադրբեջանի նախագահն ես, իսկ Ղարաբաղը դա Ադրբեջանի հետ կապ չունի, դա առանձին պետություն է կամ Հայաստանի մաս է։ Ասել են տենց բան, չեն ասել։ Այսինքն, ինչ պետք է անեինք մենք Լևոն Տեր-Պետրոսյանից բռնցրած մինչև Նիկոլ Փաշինյան, իրանք ինչպես պետք է աշխարհին ներկայացնեին, բացի պատմաիրավական փաստերից, որ Ղարաբաղը պատմաիրավական առումով հայկական է։ Այդ են կարացել անեն, արել աշխարհն ասա դե գետիս ինչա։ Պատմականով որ գնեք Ալեքսանդր Մակեդոնացին շատ տեղեր է գրավել օրինակ։ Այսինքն պետք է գնանք մեկ Մակեդոնիան սարքենք աշխարհի գերտերություն։ Կամ եթե շատ վաղ անցյալ չես գնում, ամեն դեպքում տարածքների քարտեզների փոփոխություն եղել է, թեկուզ վերջի 100-200 տարվա մեջ, բայց հարցը հենց որ ՄԱԿ-ը երբ որ ստեղծվել է 1947 թվականին, եթե չեմ սխալվում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ սահմանվել է օրենք, որ ոչ մի պետություն իրավունք չունի այլ պետության տարածք մտնի։ Եվ ստեղծվելուց հետո շարունակել է գոյատևել ԽՍՀՄ եւ ԽՍՀՄ-ի ժամանակ Ադրբեջանը որպես ռեսպուբլիկա իր տարածքում է գտնվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Իսկ ԽՍՀՄ քանդվելուց հետո ոնց որ ես միջազգայնագետ չեմ, որ ոչ էլ օրենքները այտենց չոտի կարող եմ ասել, բայց իմ կարճ խելքով Ադրբեջանի տարածքում է մնացել Ղարաբաղը, այսինքն ոչ մի ինքնուրույնություն, ոչ մի բան չի սահմանվել, որովհետև Ղարաբաղի ինքնավար մարզեր ինչ որ առավելություններ բան ուներ, քան թե մնացած մարզերը Ադրբեջանի, բայց դա չէր նշանակում, որ Ղարաբաղը առանձին էր։ Որտեղից որ այնքան բարդ հարց է ժողովուրդ, բայց ես փորձում եմ հեշտ Մարսելի ձևով ներկայացնել ձեզ։ Աշխարհում այսպես բաներ է կատարում, Վենեսուելան տեսակ ինչ եղավ, տեսել եք Իրանի հետ ինչ եղավ, տեսել եք Ուկրաինայի ինչ եղավ, Ղարաբաղում, այսինքն հարցեր կա, որ կոնկրետ տվյալ պետության ձեռն չի։
ու ես դա նոր չեմ ասել, շատ եմ ասել, չեք ընդունել, չեք հասկացել, ցավոք սրտի չեք հասկացել։ Բացի նրանից, երբ որ օրինակ մեր հայրենակից ակնկալում էր, որ Երևանը պետքա հրթիռ արձակեր Երևանից Բաքու կամ այլ քաղաքներ Ադրբեջանի, չհասկանալով, որ նախ առաջինը ճակերտներով հզոր ղեկավարների օրոք սուտ կլինի, որ ասեմ իրանք ռուսամետ էին, լրիվ հայամետ ղեկավարների օրոք ախր չի է բերվել այն համարժեք զենքերը ժամանակակից, որ օրինակ դու հավասար քայլես Ադրբեջանի առած զենքերի հետ։ Մեզ խափում էին, թե ախպեր, գիտես ինչ կա։ Ես դեռ փոքր ասացի պատանի տարիներից, պատանի, որ արդեն հետաքրքիր էր պետություն հայրենիք հասկացողությունը, ես միշտ լսում էի, որ ասում են ռուսը ինչ զենք մեր վրա, ինչ զենք լավ վաճառում Ադրբեջանին, դրա հակառակը, դրա խփող զենքը մեզ է տալիս։ Պարզվում է, որ արդեն այդ պատանի էի, լսում էի, ուրախանում էի, բան, որ հասունացա իմացա, որ ճիշտ է էդի, բայց հակառակն է, տալիս է այն ինչ որ Ադրբեջանի պետք է եւ տալիս է այն մեզ որ պետք չի։ Ու Սմերջի մասով որ այսօր Սմերջնա Իսկանդերի մասով որ ոգևորված խոսում են, ես այդ տեսանյութը իզուր չեմ հրապարակել իմ մեջում, բայց կա այդպիսի տեսանյութ, որտեղ այդ նույն ստեղծողները Ռուսաստանը այդ Իսկանդերը ասում են ինքը հզոր զենք է եւ այլն, բայց պուլտը գտնվում է մեր ձեռքին, պուլտը հերրակառավարման վահանակն է հայերենով, ովքեր որ շատ եք հայերեն լավ իմանում, որտեղ պուլտը կարող է ռուսերեն հնչի, իսկ ես ռուսի շպիոն եմ, Պուտինի ստրուկն եմ, դες բաները շատ չեն գրել, բայց ասոները ելա։ Վերջը ես ոնց հասկացնեմ, որ ձեր ակնկալիքները, ձեր պատկերացումները քաղաքական իմաստով Լեռնային Ղարաբաղի հարցում, թե պատերազմի ժամանակ Հայաստանը ինչով է կարացել աջակցի։ Ես երեք կրկնեցի, որ Հայաստանը ռակետ չի կարացել Երևանից խփի, բայց Երևանից համարժեք զորք տեղափոխել վայնկամատների, ես որպես բլոգեր իրավունք ունեմ ժողովրդի ասել, թե կարող է Ադրբեջանին դառնալ գործտված։ Չնայած այդ ամեն ինչը սաղ աշխարհը գիտի, որ հայկական զորք է եղել միշտ Ղարաբաղ մեր անվտանգությունը ապահովելու համար։ Ըստ էս վայնկոմատը դղերքին ուղարկել է Ղարաբաղ կռվելու, թե Ղարաբաղի վայնկոմատը ոնց է ընդունել իրանց, թե ընդեի սպայակազմը, գեներալիտետը ոնց են կազմակերպել այդ մարտավարությունը, թե ռազմի դաշտ են ուղարկել, թե սարի գլուխ են ուղարկել, մի տեղ են ուղարկել, որտեղ բաց տարածություն կան եւ հեշտ կլինի խոցելը։ Ժորժ ջան, դա հարցի մեկ այլ անկյունն է եւ որի համար պետք է պատասխան տան այդ նույն անձնակազմը։ Դրա համար էլ այսօր Հայաստանի ղեկավարությունը իրաց պատասխանատվության չի ենթարկել։ Այսօր իրանք եւ պաշտպանության նախարարությունում են եւ ազատության մեջ պատտվում են։ Դեն սիմվոլիկ մի քանի օգուտ են դատմատ են կազմակերպել, որ մեր սրտերը հովանա։ Որ հանրային գործիչներն ու բլոգերները դրա մասին խոսան, ասին կեցե այսօրվա կառավարությունը տեսեք Ջալալ Հարությունյանին դատել է։ Հենց եկել է Ջալալ Հարությունյանով, չի էլի սկսել բրծել։ Ընդ լիքը Ջալալ Հարությունյաններ կային։ Ես իրանց անհատականություններին չեմ կապնի, իրավունք չունեմ, ուղղակի երբ որ մեկին դատում են, դա չի նշանակում որ մեկն է եղել մեղավոր։ Բազմաթիվ դե մարդիկ կային, որ շահագրգռված էին, որ պատերազմը ավելի շատ շուտ, ձախողվի շատ զոհերով, շատ վնասներով Երևանում իշխանափոխություն անեին։ Մինչև օրս էլի փորձել անում են։ Էլի փորձում են զոհերի հիշատակը 3 անդրադարձա, Եռաբլուրի նկարները տեղադրում են, սքո երաժշտություն դնում ու 5 տարի հետո, երբ որ ընթրիք են կազմակերպել, ինչ որ բան են արել, ընդ կորպորատիվ են կազմակերպել ԿՊ-ականները, շոու են անում, բռնում են հետը դնում, որ տեսեք ժողովուրդ ոնց են Եռաբլուրը վկա իրանք ընդ երկում պարում։ Իրականում 5 տարի է անցել եւ շատ առիթներ կան, որի շուրջ կարելի է ուրախանալ։ Դա կլինի քաղաքական թիմի մասով, դա կլինի բանը ծնունդ կնունք հարցանից եւ այլն։ Դա մի կողմ։ Այդքանից հետո ժողովուրդ մենք պետք է ստափվենք, հասկանանք, որ մենք իրար ճշտամի չենք։ Մենք ժողովուրդս պետք է իրար այս մասով հաստատ չատենք։ Մեր գիտեք ինչ վատ բան կա մեր երկրում։ Ես ես մտնոլորտը չեմ կարող տանեմ, չեմ կարող հասկանալ։ Իմ կարծիքը չկիսողը ինձ հայհոյում է։ Որ ես իրան չեմ հայհոյում, իր կարծիքը չկիսելով։ Այսինքն ավելի լավ չի, եթե ես արտահայտվել եմ մտքեր տեսանյութով, դու էլ քո տեսանյութ ունեցի, բայց ոչ թե Գևորգին հայհոյի, այլ Գևորգի մտքին հակառակ միտք ասա, քո միտքը ասա։ Կարող քո միտքը ավելի ճիշտ է։ Թող քո միտքը լսեն եւ քո մտքերին լայք դնեն, քո մտքերին հավանություն տան, մեկնաբանություններ գրեն։ Ես այսօր էլի մի ընկերոջ հակառակ տարբեր հայաստանի մարդ ենք։ Ինքը ավելի շատ նույնիսկ երեք քոչայանական է, չնայած ասում ես ոչ մեկական եմ, բայց նորմալ է, որովհետեւ եթե դու դրած գարեգինին կոնկրետ աջակցում ես, քոչայանին աջակցում ես, բան, չես կարա թաքցես։ Օրինակ ես անուղակի ըլնում է դեպքեր, որ այսօր իշխանությունները դառնում են պաշտպանած, չէ, բայց ես չեմ կրում ոչ իրանց գաղափարախոսությունը, ոչ իրանց կուսակցության մեջ եմ, եւ շատ բաներ կա, որ իրանց էլ քննադատում եմ։ Վերջերս ես այդ մասին ասեցի, երբ որ տենում եմ իսկապես լուրջ քրիտիկական թեմա կա, ես քննադատում եմ, բայց ես չունեմ որ թե գրած սկզբունք, որ պարտադիր ես պետք է իշխանություններին քննադատեմ։ Ինչ էլ անեն չանեն։ Այսօր մեր երկրում էդի մոդա է։ Անեն, լավ անեն, վատ անեն, բանա։ Նոր է ստատուս է ընթերցում, ասում է, փաստորեն ով որ մեր երկրում ինչ որ դրական փոփոխություն տենում է, ոգևորում է, ուրախանում է, ուրեմն նիկոլական է։ Շատ տեղին ստատուս էր գրել այդ մարդը, ինքը դասախոս է,
խելացի մարդ է, իրան անձնապես էլ ճանաչում, կարդացի ու հեսա քանի րոպեա խնդում եմ այդ ասացի վրա, որտեղ այդ ինձ էլ է վերաբերում։ Երբ որ ես մեր երկրում դրական ինչ-որ բանի մասին խոսում եմ, ասում եմ Նիկոլի գոֆն է գովում։ Եկներեք բերեք խափենք իրար։ Խափենք ու տենց էլ դառնանք ավելի երևի անկախ, ավելի խելացի, ավելի իմաստուն գիտնական, հա։ Դրանով է որոշում։ Մեր լռությունը ավելի խելացի է, արտահայտվել է ավելի վնասակար։ Ինչ կա դրանից ենք խոսում էլի։ Հետո մի հատ նենգություն էլ կա, մեր Ղարաբաղի գորստի մասով, երբ որ շատ մեղադրանք են հնչեցնում, բան չունեմ ասել, այսօրվա իշխանությունն էլ ինքը իր մեղքի չափաբաժին ունի, ինքը ամբողջ պատասխանատվությամբ ինքն է կապ չունի պաստավկային արել, թակարդեն ստարել, գցել պատասխանատվություն թողել իրանց վրա, եւ պատմության գրքերը միշտ էլ գրվելու է, որ պատասխանատուները եղել են այսօրվա իշխանությունը 2020 թվին եղավ պատերազմ, իրանք էին պատասխանատու, պատմության մեջ միշտ գրվում է, չի գրվել Վարդանանքը եղել է 481 թվականին եւ Վարդան Մամիկոնյանը եղել է Զորքի գլխին։ Նույնը պատմության մեջ գրվելու է Նիկոլ Փաշինյանն է եղել Զորքի գլխին, բայց ես որպես այսօրվա ապրող 200 տարի ես չեմ հետո ես չեմ լինի 200 տարի հետո կա պատմության մեջ գրեն կոնկրետ վաճառել է տուդա սուդա ծախել է ինքնա կազմակերպել բան, բայց ես քանի որ այսօր ապրում եմ, ես տեսնում եմ որ վաճառականները, վաշխառուները ավելի շատ են ընդդիմադար դաշտում նախկին իշխանությունների կազմում, քան թե այսօրվան կարանք օրինակ անմեղսունակության մեջ մեղադրել այսօրվա իշխանությունների մեջ։ Այսօրվա իշխանություններում կան նախարարություններ, որտեղ սխալներ այլ կոնկրետ սխալներ է կատարում, կարող է սխալների համար մեղադրել, բայց այն որ իրանք ասես Ղարաբաղը ծախի այդպես չեն կարող անի։ Չեն կարող իրանք դրա համար գնան նույնիսկ Պերեգավորի Ղարաբաղ ծախելու համար, չեն կարող գնան։ Երբ ինչպես Արցախը անցավ Ադրբեջանի ամբողջ կազմը եւ Հայաստանի իշխանությունները ճանաչեց Ղարաբաղ-Ադրբեջանի կազմը, բոլորը հիշում եք, չէ՞ իբա եղել։ Ամսաթվով կհուշեք ինձ, հոկտեմբեր ամսում է եղել 2020 թվականին, երբ որ Պրահայում ճանաչեցին Ղարաբաղ-Ադրբեջանի կազմ։ Եվ ինչ են ասում են Նիկոլը հոկտեմբերի որ ճանաչեց։ Խնդրում եմ էլի գրեք ինձ, որպեսզի իմ զրույցը ճիշտ ընթանա, ով որ հիշում է գրեք հոկտեմբերում է եղել, թե չէ։ Ես այդպես եմ հիշում։ Եվ ամսաթվերը հիմա գրեք շուտ, այո թե ոչ, հոկտեմբերում է եղել թե ոչ։ Եվ ամսաթվերը պետքա մենք ժամանակաշրջանները եւ ամսաթվերը, ամիսները պետքա ճիշտ դասավորենք։ Եղբայր, եթե դուք ես 1990 թիվ եմ։ Եթե դուք գրեք ես 1980 թիվ եմ։ Ուրեմն ես 10 տարեկան եմ եղել 90 թվին եւ այդ 10 տարեկանում առնչվել եմ Գորբաչովին, բանին թեկուս կարելի է օրինակը բերած Ղարաբաղյան շարժմանը 88 թվի։ Ես 88 թվին որ ծնված չեմ եղել, ինչու եք ինձ գցում դրա մեջ եւ սխալ գրելով տարեթիվը, սխալ գրելով ամսաթիվը։ Հասկանում եք, գրեք նենց ոնց որ կա ժամանակաշրջանները, դրա համար եմ ասում, եթե հոկտեմբերին է եղել, խնդրում եմ արձագանքել։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել։ Հոկտեմբերին ինչպես ինչու ճանաչեցին եւ ինչու 20 թվից հետո 2 տարի հետո ճանաչեցին Ադրբեջանի ամբողջականության մասին։ Ձեր մոտ հաշ չի առաջանում, որ այդ 2 տարվա ընթացքում այլ մեթոդներ, այլ միջոցներ փորձում էին ելքեր գտնել Արցախի ժողովրդի եւ Արցախի ճակատագրի մասով։ 2 տարի դրա համար էր գնում, թե չէ նոյեմբերի հենց 9-ին, ասես всё ճանաչում եմ Ադրբեջանի կազմ, всё հաջող ձեզ։ Ղարաբաղի հետ էլ գործ չունեմ։ Զորով զորքը հանել տվին։ Հայաստանը չէր ուզում Ղարաբաղից զորքը հանել։ Հանելու դեպքում էլ հələ թաքուն պահում էր։ Էդ էլ պետք է իմանաք, որ թաքուն Հայաստանը զորք էր պահում Ղարաբաղ։ Այսինքն այդ 2 տարվա մեջ ամեն ինչ անում էին, որպեսզի Ղարաբաղի ճակատագիրը չլինի այնպես, ինչպես որ եղել է 06/10 2022 թիվ, հոկտեմբերի 6-ին։ Ճիշտ է, ուրեմն ես ճիշտ եմ հիշում, հոկտեմբեր ամսում է եղել։ Դե հիմա ես ձեզ այստեղ այդ շահարկողների տես ինչ ապտակ եմ հասցնում։ Այդ նենգաբար շահարկողների, այս դրկամիտ, այդ չգիտեմ ում սապոկ, չնայած գիտեմ, որ ում սապոկն եք դուք սիրում։ Ով որ միամտորեն տրվում է այդ նենգությանը, ներելի է, բայց ով որ դիտավորյալ գնում է այդ նենգությանը եւ առաջ է տալիս այդ կեղծ թեզերը, ես ուզում եմ ուշադիր լսեն եւ ձեներները կտրեն։ Ասում են Նիկոլը գնաց ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմ, դրա համար շրջափակեցին Ղարաբաղը։ Որո՞, էդի վաշը մտածում եք ինչ եք ասում։ Ես ուզում եք հիմնական պատճառը ասեմ ինչի է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հոկտեմբեր ամիսը ես հենց նես չեմ ձեզ հիշեցում։ Մոռացել ու ուրացել եք դուք արա սեպտեմբերյան պատերազմը, սեպտեմբերյան ագրեսիան Ադրբեջանի կողմից Հայաստանի լեգիտիմ ճանաչված տարածքի վրա, որ մինչև հիմա մտած ջերմուկի սարերում թառած են ընդ թուրքերը։ Թառած են ոչ թե արծի որպես հավեր, որովհետև այդ խոսացողները հավերի նման դուք կարող եք քշել թուրքերին։ Այս պահին ձեր ռազմական ոգուն ես ցանոթում, դուք շատ հզոր տղերք եք։ Մի ուղղակի նենգությունը ձեր մոտ sense իշխում է։ Դուք ստրուկ եք, բայց հզոր եք ինտերնետում, Facebook-ում։ Դուք հիմա ռևանշի լրիվ պատրաստ եք եւ այդ հավերին կքշեք ջերմուկից։ Իրականում այդ հավերը, այդ ոչխարները, որ դուք ասում եք, դարձել են արդեն ժամանակակից սպառազինության տիրակալներ եւ ժամանակակից սպառազինությամբ հասել են ջերմուկ։ Ես դրա համար հիշեցրի ձեզ, որ սեպտեմբեր ամսին, երբ որ Ադրբեջանը ագրեսիայի գնաց, ագրեսիայի հետևանքով Հայաստանը իմանալով, որ իր գլխին թազաոյին կգա, ինչու՞ չէ, այստեղ կարող է իշխանությունը չընդունի, բայց իշխանությունը լավ էլ վախեցել է։ Լավ էլ վախեցել է, ես էլ ելնեմ իշխանության, բա ինչ է, ես կդողցնեմ իմ պետության տարածքային ամբողջականության մասին։ Կներեք, Ղարաբաղը չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս։
Հայաստանը եղել է անվտանգության երաշխա, որ արցախցիների, այսինքն ֆիզիկական մարմինների, մարդ էակի բանական մարդու համար է եղել անվտանգության երաշխավոր։ Հայաստանը, նույնիսկ Հայաստանի նախագահան Роберт Քոչյանը օրինակ, ասել է, это буферная зона, мы оттуда выйдем, когда будет безопасность։ Հասկանում եք, մեկ այլ պետության քաղաքները ոտի տակ ավիրես, աղդամ, բան, ասես, это для меня буферная зона։ Ու միջազգային հանրությունն էլ ասի, մալադեց, ոչ, Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքացիներ, այդ թվում մեր Ղարաբաղի ժողովրդի մեջ, կլինեն այո ողջունողներ, ուրախացողներ, ասեն, կեցցեն նаш պրեզիդենտ, կրասավչիկ, տեսակ ոնց ասես, բուֆերնի զոնա ենք սարքել։ Ու երբեք հետևակների մասին ոչ մեկ չխորանա, որ եթե մենք քաղաքներ ենք ավիրել, կարող է մի օր մեր քաղաքները ավիրեն, կարող է մի օր մեր տարածքները գրավեն։ Ու տենց էլ եղավ։ Եկան Ղարաբաղը ամբողջությամբ գրավեցին, այսօր մտած ջերմուկի սարեր, ու դուք նինգաբար փոխում եք, թե ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դրա համար էլ գնաց բլոկադայի։ Հակառակը, եթե ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, պետք է մեր իրավունքների մասին արդեն միջազգային հանրությունը հոգ տաներ։ Միջազգային հանրությունը հոգ էր ուզում տաներ։ Ես էլ ձեզ լավ հիշեցնեմ։ Սեմյոն ջան, դու շատ ուշադիր լսի։ Ես քեզ հազար անգամ հրավիրել եմ, որ ուղիղ եթերով իրար հետ շփվենք, դու մենակ մեկնաբանությունները մտնում ես մարդկանց ծաղրում, վիրավորում։ Մտածել եմ դու բոլորից խելացի ես, բոլորից գիտակից ես, բոլորից քաղաքականապես ավելի իմաստուն ես։ Առանց քեզ ոչ մեկը վիրավորելու, ես քեզ ասում եմ, մի վիրավորեք Սեմյոնին, բայց ինքը խասյաթ ունի, կպնի բոլորին, աչուձախ։ Իզուր շեղվեցի քեզ, բայց լավ կլներ, որ ինչ ասում եմ։ Լսեք, որովհետև ես ընդեից եկած եմ, ես Ղարաբաղից եկած եմ, ես չեմ եղել Facebook-յան աստղ, ես չեմ եղել Երևանում նստած հայրենասիրություն երկող, բանը թուրքական դրոշ վառող Երևանի տարածքում, անկեղծ ասած Ադրբեջանի հողում էլ չեմ ես դրոշ վառած, անկեղծ ասած ես պատերազմի մասնակից էլ չեմ, բայց եթե ավելի անկեղծ, ես Ստալինյան պատերազմին 41 թվի պատերազմին էլ չեմ մասնակցել, բայց ես դա ընթերցում եմ պատմությունից, եւ ես ընթերցում եմ ոչ թե դասագրքերից, այլ իրական իրատես մարդկանց, ականատես մարդկանցից եւ արտադասարանային դասագրքերից, արտադասարանային գրքերից, գերավիստական գրքերից։ Ինձ հետաքրքիր է ականատեսի աչքերով։ Հիմա ես ականատեսն եմ այսօր, ու դուք ինձ ուզում եք բան բացատրեք, գիտնականներ, իմաստուններ, խելացի մարդիկ լավ եք անում, ինչ ուզում եք արեք։ Ես ունեմ իմ հայացողությունը, ես ունեմ իմ հայացքները, ունեմ սեփական տեսողություն եւ ունեմ վերլուծական ունակություն, որ կարող եմ տրամաբանելով իրավիճակները ոնց կա տենց մեկնաբանեմ, տենց վերլուծեմ։ Շարունակեմ միտքս։ Միջազգային հանրությունը հնարավորություն տվել է, որ Ղարաբաղը դառնա Նիկոլն ասել է նշաձողի իջեցնում ենք, Հայաստանը չի կարող ազդեցություն գործի դեմ, որովհետև շատ լավ գիտեք, որ 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո իրավիճակը փոխվել։ Այսինքն Ղարաբաղը իր ֆիզիկական քարտեզով հանդերձ մնացել է շրջափակման մեջ, մի փոքր նեղ ճանապարհով Լաչինով կապված էր Հայաստանին, էդ էլ փակեցին։ Հիմա ուզում եմ հասկանամ, փակել են, որովհետև որ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը հրավիրում է։ Ես չեմ ասում, այնտեղ լավ բաներ պետք է տա։ Ես գիտեմ, որ մեր գլխին արդեն всё ամեն ինչ վատ էր։ Ադրբեջանի ինտեգրացիա եւ այլն։ Բայց երբ որ քեզ Սոֆիային հրավիրում, Սոֆիան Եվրոպայում գտնվող քաղաք է։ Ոչ գտնվում է Մադագասկարում, ոչ Ավստրալիայում, տեղակներ նշվում են։ Սոֆիան գտնվում է Բուլղարիայում։ Եվ Բուլղարիայի մայրաքաղաքն է, էլի։ Եվ Սոֆիա չեն գնում։ Ալիևն ասում է, не будете приехать Савишани, то ли вон эли кочун, в Европе, будьте спущенными головами приехать в Баку. Так и было, эли, тенцелегав. Но не Баку, просто Евла, Хаселяра, Лаве, это канал Чканвор есть здесь Баку танем. Начинается это тарав Баку, это манацати, не масси, эли, эсорвор асмек мес паркелен. Сирели хайнакиснет. Здесь, միջազգային հանրությունը Եվրոպան նույն որ այսօր ապավինում եք եւ այդ թվում եթե Եվրոպան չեք ավել կեղծավոր Եվրոպա եւ այլն ես էլ եմ համարում կեղծավորա բայց Ռուսաստանը մեր դաշնակից է նույն աչքերով է նայում Ղարաբաղի հարցը եւ մեջ է բերում Պուտինը որ միջազգային բոլոր կանոններով Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում ձեր դաշնակից ձեր սիրելի Ռուսաստանը քանը ասում է էլի դուք չեք ուզում էդի լսեք էլի չեք ուզում դուք դա ընդունեք Շոյգու մոյգու սաղ պատմում են դրա մասին, որ մենք блестящая операция провели в Карабахе совместно с турецким армией եւ այլն։ Այդքանը լսում եք, էլի ասում եք, չենք։ Արա, այն Շոյգուն ինքն էլ մի քիչ ոչ դիվանագիտական ճիշտ հաշվարկով է արտահայտվել։ Ինքը ուզում էր դուր գար Թուրքիային, Էրդողանին։ Չմտածել է, որ կարող է հայերը լսելով այդ խոսքը բացահայտ են իրանց համար, որ Թուրքիան, Ռուսաստանը միասին Ադրբեջանի Ղարաբաղում օպերացիա են կազմակերպել։ Խոզում է Շայգուն լավ էր ալել ճիշտ էլ ասել որ բարձրաձայն մեկը շատերի ուղեղին չի ասել շատերի ուղեղին չի ասել որ Շայգու պրեզիդենտը գալիս որ մենք այդ ամեն ինչը դավադրաբար արել ենք ձեր հանդեպ մեկը հայերի մեջ արա չեն հավատում Շայգուին հավատում է մի բանի մեր քաղաքական ընդդիմադիր ուշերը ասել է Նիկոլը Դավաճան Նիկոլը Ծախելա հիմա Շոյգու մոյգու ինչ է Շոյգու ձենդ կտրի մի կոչ Շոյգու դու ես որ բան ես խոսում ախպեր այնա մեր ստել լավ տեղեր կտենցին ասել ապա դու սա ալիքներով դրանից են խոսում Ապսոս բավական գրքեր պետք է կարդաք, որպեսզի դուք չկարենաք մանիպուլյացիայի ենթարկվել նման մարդկանց կողմից։
Բայց երբ չեք կարդում, չեք էլ ուզում լսեք գոնե կարդացած մարդկանց, չնայած կարդացած շատ եւ շակալներ կան, շնագայլեր կան, որ կարող են իրանց կարդացած գրքերը իրանց ուզած ձևով մանիպուլյացիա անելով ներկայացնել ձեզ։ Այսինքն, բայց մեկը այլ կա չէ տրամաբանություն, կա չէ իրականություն։ Եվ մեր հայրենակից մի բան էլ են իրան հիշացրել, ասում է, որ հրթիռ պետք է արձակեր Ադրբեջանը, Հայաստանը Ադրբեջանի վրա, ասում իսկ դու տեղյակ ես, որ Էրդողանը ինչ հայտարարություն արել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ու ես հիշեցրի իրան։ Էրդողանը արտահայտվել է, որ Ղարաբաղի հարցը դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, եւ եթե իր տարածքային ամբողջականության հարցը այսօր ռազմական ճանապարհով լուծում է, որևէ պետություն քիթը փորձի խոթի ընդե եւ խառնվի այդ հարցին, ես համարել եմ, որ ինքը իմ հետ հարց ունի, այսինքն իմ տարածքն է քիթ խոթել եւ հակառակ հարվածը ստանալու է, կոնտր ատվետը ստանալու է։ Ես ուզում եմ դուք ձեր դատողությամբ, ձեր տրամաբանությամբ ինձ հուշեք, կարող է ես լավ չեմ հասկանում, ում կլներ ակնարկած Էրդողանը, որ պետությունն էր հետաքրքրված մտներ Ղարաբաղի հարցով ճակատը դեմ տար այդ ամեն ինչին մեր համար էլի, Ղարաբաղի համար, մեր Ղարաբաղի ժողովրդի, Ղարաբաղի տարածքային ամբողջականության թեկուզ։ Կար տես մի պետություն, բացի Հայաստանից։ Եվ առակս ինչ կուսուցանել, որ հենց այդ ակնարկը, դա ակնարկ չէ, դա ուղիղ ուգրոզա էր, այդ ուղիղ ուգրոզան Երևանին էր։ Ու դուք ուզում եք Երևանը մտնել այդ պատերազմի մեջ, մտել է, ես բացատրեցի, որ իր զորքներ են դե, իր ստեյց, այս գյուղից որտեղ ես ապրում, ես այդ տղերքին անձնապես ճանաչում, իրան գնացել են Վայնկոմատ, գնացել են, այս գյուղում զոհեր կա, եւ որ գյուղում չկա զոհ Հայաստանի, եւ որ քաղաքում չկա զոհ։ Այսինքն Հայաստանը տվել է այն ինչ որ կարացել է։ Այսօր Ղարաբաղի ինչ որ մի մարդ կանգնի ասի Հայաստանը չի խառնվել, սխալ կլինի դա։ Այդ տղան չի ասում չի խառնվել, բայց ասում է պետք է հրթիռ խփեր։ Ու քանի մարդ է իրան նման մտածում։ Ու քանի մարդ է իրան նման նաև մտածում, որ Ղարաբաղի էլիտան մեզ Ղարաբաղցիներից փրկել է, իրանց կյանքը տվել են, իրան գնացել են բան Բաքու, գերեվարվել են, բայց մեր կյանքը փրկել է։ Ես ասում եմ, իրան կարային փրկեին այն մնացած 500 զոհին, որ 1 օրում տվեցին, 2 օրում տվեցին։ Իրանք այդ կարային մենակ փրկեին, բայց դա չեն փրկել։ Մեր փրկությունը դուրս գալը իրանց հետ կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի։ Եթե մեկը կանգնի ասի մազի կամուրջից մինչև հակարի կամուրջը որևէ պետական պաշտոնյա կանգնած է եղել, ես ժողովրդի դեմը կտրել ասել է մի հելեք, մնացեք սե մենք ձեր հարցերը լուծելու ենք, ես քիթս կկտրեմ։ Եթե մեկը կանգնի որ ասել է գնացեք մենք ձեզ օգնում ենք, անվտանգ կգնաք, ես էլի քիթս կկտրեմ։ Հերիք արա ժողովրդի մանիպուլյացիա, խեղճուկարակ անճար ժողովրդին քիչ խափեք։ Ու այդ խեղճուկարակ ժողովրդի մեջ եւ կան տգետներ, որ ինձ են հայոյում, ինձ են անիծում։ Երեք մի հատ էշի քուրակ, մարտակերտցի, անունը Մուրադ, ոչխարը ինձ է հայոյանք տալիս։ Եթե ճանաչում եք Մուրադանով այդ լակոտին, կարող եք նույնիսկ բռնել, մի հատ ականջից քաշել, ավել ոչ մի բան։ Խոսքի իմ հետ ծառայեց նորագյուղեցի Ասրյան Արտակը։ Ասես հիմարներին ես բացատրելով, անիմաստ ես դրանց բացատրեմ։ Ես իրանց չեմ բացատրեմ։ Ես ուզում գոնե այն նոր ծերունդը, որ մի քիչ ուշադիր չէ, այն պատանիները, որ պատանի են Ղարաբաղ, այսօր զարթնում են, ինձ լսեք, սիրելի հարգելի հայրենակիցներ, դուք այդ քավթար գլուխները չորացած, այդ անուղեղ, անողնաշար ռուսի ստրուկ, արա, դրանք հային չեն սիրում։ Դրանք իրանք իրաց չեն սիրում, դրանք ծնողին չեն սիրում։ Դրանք սիրում են ռուսին, ռուսից ռուսեն։ Ու ցավալն է, որ 88 թվի շարժման ժամանակ երբ որ առաջարկվել է, որ Ռոբերտ Քոչյանն է եղել ընդ կազմակերպիչի գլխավորը։ Դուխով տղա է Ռոբերտ Քոչյանը կարացել է կազմակերպի, այդ ամեն մարդ չկա, բայց հարցը կայանում է նրան, որ դու քո ստրատեգիան ո՞նց ես պլանավորել, ո՞նց ես կազմակերպել։ Երբ որ Մոսկվայից առաջարկում են քեզ, որ Սովետը փլվել է, բայց Ղարաբաղը որպես շարաշված պետություն մենք կարանք վերցնենք մեր անվտանգության երաշխավորության ներքո, Ռոբերտ Քոչյանը չի համաձայնվել։ Ես չեք հավատում, տեղյակ մարդիկ կան իրանց հարցերեք, ձեզ չեն խափի։ Ավելի լավ կլինի մեր Ղարաբաղի падգամավոր է, նախկին падգամավոր է եղել, անունը մոռացա այս պահին։ Այդ մարդը, եթե ես հանրային հասարակական ձևով եմ գնահատականներ տալիս վերլուծում քաղաքականությունը, այդ մարդը քաղաքական տերմինոլոգիայով է տալիս։ Վահրամ Աթանեսյան, հա։ Իրան, լսեք, հետևեք ինքը ավելի ճշմարիտ ձեզ կներկայացնի։ Ես էլ եմ ճշմարիտ ներկայացնում, բայց ինքը գոնե կասեք տարիքը մեծ է, ինքը ճիշտ ավելի շատ է տեսել, ականատեսն է եղել։ Հիմա կար հստական բանականություն, կարաք իրանից էլ հարցնեք։ Այսինքն եթե դուք 30 տարի հետո պետքա կորցնեք Ղարաբաղը եւ ակնկալեք, որ Ռուսաստանը մեզ փրկի, Ռուսաստանը մեզ դիրություն անի, եղել են, մարդիկ հնչեցրել են, Հայաստանը չի կարա մեզ պաշտպանի, մեզ մնում է ռուսը պաշտպանի։ Պրինցիպի այն իրավիճակներում ճիշտ են իրանք ասել 20 թվից հետո նկատի ունեմ։ Մինչև 20 թիվը չէ, ես չէի համաձայնում, բայց 20 թվից հետո ես համաձայն եմ, որ ինչ որ անվտանգության երաշխիքներ լինի, զսպիչներ լինի, Ադրբեջանը չգնա ագրեսիա մեր հանդեպ էդի չանի, բայց դա իմ հույսը կապված չէ ռուսների հետ։ Ես երբևէ չեմ հավատացել, որ ռուսները մեզ կպաշտպանեն։ Ես իմ որտեղ որ բարձ եմ թողել, մյուս եթերների ժամանակ կլրացնեմ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ, շնորհակալ եմ, որ հարգում եք, նույնիսկ չգիտելով իմ կարծիքը, բայց հարգում եք, ընդունում եք իմ գործունեությունը։ Ես էլ այդքանով կարող եմ շատերին օգնացնել, եթե ուզում են իմ մեկնած ձեռքս ընդունեն։ Շատ
գեղեցիկ խոստումների, շատ գեղեցիկ զրույցների մի լսեք։ Լսեք իմ նման ուղիղ խոսացող կոշտ, թեկուզ կոպիտ, բայց ուղիղ անկեղծ խոսացող մարդկանց։ Թե քաղաքականության մեջ, թե լրագրության մեջ, թե հանրային հասարակական գործունեության մեջ։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն, բոլորիդ լավ տարի, եւս մեկ անգամ շնորհավոր բոլորիդ ամանոր եւ սուրբ ծնունդը։